Եվ այսպես վերջապես մենք այս մեծ այգու գլխավոր աշխատանքները կատարեցինք։ Այսինքն ամբողջ ծառերը տնկեցինք, ինչը որ իմ նախորդ նյութերում կտոր ես բաժին ցույց էի տալի։ 99 ծառ ենք տնկել, այսինքն այսպիսի մշտադալար գունագեղ բույսեր, որոնք բոլորը նպատակային լինելու, այսինքն սա ասենց բորջուրի պես լինելու է, անկյունները դեղին, մեջտեղը դեղին, ինքը կապտավուն բույս է, այսինքն ամեն ինչ որ արվել է հետագայում, որպեսզի ավելի շքեղ ու գեղեցիկ պատկերներ դառնան։ Այստեղ սամշիտով ենք պատ ստացել, ամեն մի պատի տակ ինչ որ բույս ենք դրել, այնտեղ լեյլանդաներն են, բարձր պատ ավելի մեծ ածող բույսեր ենք դրել, այստեղ լինելու է դեղին բիոտաները, անկյունները եւ մեջտեղը կապտավուն բույսեր, այսինքն պատկերացրեք մտովի իրանք հետագայում ինչ գեղեցիկ ու շքեղ տեսք են տալու այս այգուն։ Այստեղ ունենք մենք կանաչ տույա, դեղին բիոտա, նորից կանաչ տույա, դեղին բիոտա, ու այսենց ամեն մեկը ինչ որ ոնց որ տեսք եւ գեղեցկություն տալու մեր այս նոր հիմնած այգուն։ Դե ասեմ, որ բոլոր նյութերումս էլ ասել եմ, որ այստեղ առաջնային արել ենք ավտոմատ ոռոգման համակարգը, ամբողջ այգին վերափոխել ենք, հողերի հարթացման աշխատանքներ ենք տարել, նոր գազոն ենք ցանել, գարնանն էլ ծառերն ենք տնկել, բլուշներ ենք տնկել, վարդեր ենք տնկել, դե բոլորը ստեղ չի, ահագին հատված վերևներում ունենք, պարզապես ամենակարևոր գլխավոր գործողությունը վերջապես այս այգում ավարտեցինք։ Ամեն մի փոսերը մեծ փոսեր է փորվել, հատուկ հողախառնուրդ լցվել, հատուկ պայմաններով, խթանիչներով բույսերին ապահովել ենք, հատուկ պայմանների մեջ տնկել ենք, ամեն օր ավտոմատ ոռոգվում է, իդեպ ավտոմատ ոռոգման համակարգը ստեղ ունիվերսալն է սարքած, այսինքն ամեն 2 մետրը մեկ բոլոր անկյուններից մեկը մյուսին թռչում է, շատ քիչ ջուր է ծախսում, նույնիսկ 4 րոպե է դրած, 4 րոպեն էլ ենք քչացնելու, դեռ ինչի ենք թողում, որ նոր բույսեր ունենք տնկելու, հողի խոնավությունը ավելի արդյունավետ է այգու համար, բայց հավատացեք, եկող տարի արդեն կամ օրվա ամսվա կեսից արդեն ջրի րոպեն էլ ստեղ կիչեցնենք, այսինքն սրանով ինչ եմ ուզում ասեմ, թե ինչքան կարևոր է, որ ամեն ինչը խելամիտ արվի, նպատակային արվի։ Նայեք, բույսերը պատից հեռու է 1 մետր, իսկ այն բույսերը, որոնք կարծես բորջուրի տեսք են ունենալու, նայեք, ստեղ էլ կարմիր բարբարիսներ ենք դրել։ Ներկա պահին փոքր են դեռ իրանք, բայց ամեն ինչը մեծ փոսերով, հատուկ հողախառնուրդով, լավ ապահով պայմաններ ստեղծելով տնկել ենք։ Նորից եմ ասում, հիմնական մեր աշխատանքների գլխավոր հիմքը նրանում է, որ ամեն ինչ, քանի որ այգեշինությունը տարիներ է պետք, որ դու արդյունք ստանաս, նպատակային արվի, առողջ ծառեր դրվի, պայմանները ապահովվի, որ բույսերը հետ չընկնեն, ավելի արագաճեն, ավելի շուտ արդյունք տան եւ մարկանց հիացնեն իրանց գեղեցիկ վերադասավորվածությունով, գեղեցիկ տեսակով, առողջ լինելը եւ հետագա խնամքը իհարկե սպասարկումից է կախված, որը մենք ենք էլի հիմնականում կատարելու, մեր թումնը կատարելու, արեցինք բոլոր բույսերը, նորից եմ կրկնում, նպատակային տնկվածը։ Եթե նկատում եք դեղին, կապտավուն մաժավելնիկ, այն կողմը հակառակը, բոյովները, կապտավունը, գետնի վրինը դեղին, ու այսենց գունագեղ մշտադալար բույսերով գեղեցիկ այգի է դառնալու, տարեց տարի շքեղանա, գեղեցկանա, որպեսի այս ամեն ինչը ավելի սիրուն եւ գեղեցիկ նայվի։ Դե վերևը ահագին բույսեր ունենք, պատկերացրեք 150-ից ավել միայն տնկել ենք վարդեր, տայլ բույսեր ենք տնկել, դեռ որոշակի մանր մունր գործողություններ ունենք ստեղ անելու։ Այս այգու գլխավոր աշխատանքները
կարելի ասած վերջապես ավարտեցինք։ Այսպեսին է լինում մեզ հանձնված այգիները, ովքեր վստահում են մեզ, համբերատար սպասում են, իրանց հերթը հասնում է, մեր խումբը իրանց աշխատանքն է սկսում կատարել։ Դեստեղ հին ծառեր ունենք, բոլորը հին ծառեր էր, վերևի դաշտերը թողեցինք ժամանակը, որ մի քանի բուսականություն լինի, նոր, որպեսի այս նոր բույսերը լրանալուց, մեծանալուց հետո նոր լիարժեք կհեռացնենք ավելորդ հին ծառերը։ Նայեք, այս բաժինն էլ տեսեք, ամբողջը ինչ գեղեցիկ այգի դարավ, ստեղ վարդեր ա լինելու, որոնք ավտոմատ ոռոգվում ա, ստեղ գազոնն ա էլի, իհարկե դեռ հին ծառերով, ստեղ ունենալու ենք մաժավրնիկներ, բարբինոկներ տակը, ունենք դեռ աշխատանքներ, բայց գլխավոր գործողությունը ավարտեցինք, այսքանը։